Խաղաղություն Աստծո ժողովուրդ։ Խաղաղություն ձեզ։ Մի հետաքրքիր նորից հարց է, այս հարցը շատ անգամ են ուղղել, բայց չեմ հիշում պատասխանել ենք թե ոչ։ Երևի առաջներում պատասխանել ենք։ Եղել է այդպես թեմա հիշում եմ, հա։ Այս վերջում էլ են երկու հատ գրել։ Այս վերջին մի 10 օրվա մեջ։ Ինչպես հասկանանք, թող հորդ ու մորդ հարիր կնոջը։ Աստված ասեց, թող հորդ ու մորդ եւ հարի քո կնոջը։ Ինչպես հասկանանք հոգեվոր։ Ես կարդում եմ Ծննդոց 2-րդ գլուխ 25-ից 27-ը, չէ, 23-ից 25-ը։ Ծննդոց 2-րդ գլուխ 23-ից 25-րդ խոսքը։ Եվ Ադամն ասաց, այն ժամանակ որ Աստված ստեղծեց Ադամին հողից, երկրավոր մարմնից, երկրավոր վերցրեց Ադամին, եւ Ադամը մենակ էր։ Անասունների մեջ, սիրելի քուրեր եղբայրներ, սիրելի հաստվող, կենթանական աշխարհներ ստեղծեց Աստված։ Դուք ուշադրություն դարձրեք, կենթանական աշխարհներ ունեն նույն կազմվածքը, ինչ որ ունի մարդը։ Քիթ, բերան, լեզու, սիրտ, հոգ, արյան շրջանառություն, ոտքեր, ձեռքեր, պոչեր, չգիտեմ ինչեր, նկատի ունեմ մարդու մարմնի պես, օրգանների պես ստեղծեց բոլոր կենթանական աշխարհը։ Բայց մարդը տարբերվում է կենթանական աշխարհից, ինչով, որ Տերը փչեց իր շունչը հոգին մարդու մեջ, այսինքն մարդը իր իմաստությունով տարբերվում է բոլոր կենթանական աշխարհից։ Կենթանիներն էլ ունեն իմաստություն, բայց այդ իմաստությունը բնազդ է, իմաստություն չի։ Այսինքն աստվածային տրված բնազդն է։ Առյուծը հոշոտելու, խոտ ուտելու համար չի, իր բնազդը չի նայեմ, չի ասում մեղք է այս կենթանի ձակերը թողերան դե կամ մերը լաց կլներ ձակին ուտեմ, բնազդ է իրանը, պետք է ուտի։ Իր սովը պետք է հագեցնի։ Ու մնացած լրիվ կենթանիները ամեն մեկը իր բնազդն ունի։ Բայց մարդը բոլոր այս կենթանական բնազդը իր մեջ է ու Աստծո հոգին որ փչեց Աստված շունչը փչեց մարդու մեջ, իմաստություն տվեց մարդուն, իր իմաստությունով իշխում է բոլոր այդ կենթանական աշխարհի վրա։ Էսի էս խորհուրդն է։ Հիմի տեսեք, եւ Ադամն ասաց, հա, ցանկությունը, քանի որ իմաստություն ուներ, ցանկություն էլ պետք է ունենար։ Պետք է ցանկանար մարդը, որ կյանք պետք է ունենար։ Պետք է ազատ կամք ունենար, որ ցանկությունը ընտրեր, որը ազատությամբ պետք է ընտրեր։ Դրա համար ստեղծեց Եվային, որը կոչվում է կյանք տվող։ Ադամի ոսկրից, Ադամի մարմնից վերցրեց ու պատրաստեց իրան։ Այսինքն մենք Ադամն ենք, մարմինն ենք, պատկերացրեք, ես ցանկություն չունենամ, կենթանուց չեմ տարբերվի, բնազդով կապրեմ։ Իմաստություն որ չունենամ, բնազդով կապրեմ։ Բայց երբ որ Աստված փչեց իմ մեջ ու իր պատկերով, իր նմանությամբ պես եղա, ու ինձի տվեց կին, ցանկություն։ Ու այդ ցանկությունը, երբ որ իմ մեջ կատարվում է, կյանք է տալի ինձի։ Երբ որ ես որոշում եմ մի բան անեմ ու ձգտում եմ դրան, հասնում եմ դրան, բավարարված եմ զգում, կյանք է տալի դա ցանկության շնորհն է, շնորհիվ է։ Հոգևոր իմաստը սա է կնոջ սիրելի քուրս եւ եղբայրս։ Եվ երբ որ կնոջը բերեց Ադամի մոտ, Ադամն ասեց, ահա, սա է ոսկր, ոսկրից մարմին մարմնից է։ Սրանք կոչեն կին։ Այսինքն կոչեն ցանկություն։ Հակոբոսի մեջ ուզում եմ հիշեմ այս պահը, Հակոբոսի մեջ գրված է թղթերի մեջ։ Ասում է աչքը տեսնի, տեսնում է, սիրտը ցանկանում է, ցանկությունն էլ կատարվելով ծնում է գործ։ Պտուղա ծնան։ Գործն էլ ծնվելով ծնում է մահ։ Այսինքն ցանկությունը հղիանում է մեր։ Երբ որ հղիացա, պետք է անպայման ծնի։ Երբ որ սերմը գցում ես հողի մեջ, անպայման պետք է մեռնի այդ սերմը աճի։ Իսկ եթե հողի մեջ չգցես, 4 տեղ պահես, դարերով էլ կարող է մնա։ Նույնը մարդը ցանկությունը, եթե հղիությունը չլինի, չի ծնի մարդը։ Հոգևոր իմաստով նույնպես, եթե դու առանց ցանկանալու, չուզելով են սովածին մի կտոր հաց ես տալի, առանց ցանկանալու ես տալի, դա պտուղ չի։ Դա գործ չի, Աստված չի համարում գործ։ Բայց որ ցանկությանը թե միասին տալիս ես իրան, սրտով, մեր լեզվով ասած, սրտած տալիս ես այդ սովածին, դա Աստվածանից է, դա քո պտուղն է։ Դա քո բարի պտուղն է, որը Աստծուն հաճելի է, Աստծուն ուզածն է։ Մի խոսքով, տեսեք, եւ Ադամն ասաց, հիմա ոսկրը իմ ոսկրիցը եւ մարմինը իմ մարմնիցը։ Սրանք կոչեն կին, որովհետեւ սա մարդից առնվեցավ։ Սրա համար մարդը կթողե հայրը եւ իր մայրը եւ կհարե իր կնոջը
եւ մեկ մարմին կլինեն։ Եվ սրանք երկուսը մեկ էին, բայց չէին ամանչում, էսի արդեն ուրիշ խոսք կա։ Տեսեք, սրա համար կթողի իր հորն ու մորը եւ կհարի իր կնոջը։ Ուրեմն մեր հայրն ու մայրնովա, մեր հայրը շատ անգամ ես ասել մեր խոսակցության սերտողությունների ժամանակ, մեր հայրը մինչև Քրիստոսին գալը, մինչև Եհովային ընդունելը մեր մեջ, մեր հայրը սատանեն էր։ Մենք սատանայից ենք ծնված։ Մեր շահերի, մեր հպարտության, մեր օգուտի, չգիտեմ ինչերի համար ենք ծառայում։ Մեր հայրը սատանան էր։ Սատանա, պոզու պոչով են սատանի մասին չեմ ասում, այս բառը մի քիչ կայտակղեցուցիչ է։ Հակառակորդը, արդարությանը հակառակորդն էր մեր հայրը։ Արդարություն չէինք անում։ Պետք է ես ուժեղ եմ սրանից, ինքը թեկուզ ճիշտ է, բայց ես էի ճիշտը, որտեղ ես ուժեղ էի։ Արդարություն չկա դրա մեջ։ Սենց էինք վարվում, բայց երբ որ Աստված եկավ, ընդունեցին Քրիստոսին, իմ հայրը դարձավ սերը արդեն, արդարությունը դարձավ։ Իսկ մայրը դարձավ խաղաղությունը։ Իսկ այն ժամանակ հայրը իմ հակառակ արդարությանն էր, իսկ մայրը հպարտությունն էր։ Տեսեք, հորն ու մորը թողի կհարի իր կնոջը։ Հիմի անդրադառնանք, հիմի Աստծուն կթողի կդառնա իր ցանկությանը մարդը, թե սատանային կթողի կդառնա իր ցանկությանը։ Տեսեք, այստեղ երկուսին էլ ասում է, չէ, երկուսի մասին էլ ասում Աստվածաշունչը։ Ասեմ ձեզ, սիրելի քորես եւ եղբայրս, սիրելի հարցնող։ Երբ որ ես ցանկանում եմ մի բարի գործ անեմ, մի բարի գործ, ես թողում եմ իմ հորն ու մորը, սատանային թողում եմ ու բարի գործ եմ անում։ Արդեն ընդունում եմ արդեն բարի գործ անելուց, ես արդեն ընդունում եմ որպես հայր Աստծուն, որպես մայր խաղաղությանը։ Հիմա կանք էս մյուս տեսանկյունը։ Կան մարդիկ, որ հավատացյալ են, իրանց հայրը արդարությունն է, սերն է, իրանց մայրը խաղաղությունն է, բայց մի բան կա, որ պետք է սուտ ասեն, որ իրանց գործը առաջ է թա։ Որ սուտ չասեն առաջ չի թա։ Թողում են ասում, ցանկությունը այնքան է վառում իրանց մեջ, որ այդ սուտն ասեն։ Ցանկությունը, հասկանում եք, Եվան երբ որ այն պտուղը կերավ, տվեց Ադամին, հենց ցանկությունը տվեց Ադամին, Ադամը չասեց, չէ, Եվա։ Վերցեցու կերավ, որտեղ ցանկանում էր, ցանկությունն ասեց իրան կեր։ Նույնը աշխարհի մարդիկ, հոգևոր մարդիկ, ցանկանում են, որ սուտ ասեն իրանց գործը, որ է առաջ, այսինքն թողում են իրանց հորն ու մորը, թողում են արդարությունը, սիրուն ու խաղաղությանը, թողում են, հարում են իրանց ցանկությանը, իրանց կնոջն են հարում։ Ամբողջ պատասխանը էլի։ Ես մի տեղ եմ ուզում կարդամ Եփեսացիների մեջ 5-րդ գլուխ 28 խոսքից էլի այս մասին է ցանկության, բոլորս միտ կազմենք, էլի շատ խորն է այս մարդու կնոջ ցանկության ու մարդու հայտնությունը, հասկացողությունը շատ խորն ու լայն է։ Դրա համար ինչքան լավ մենք հասկանանք, ինչքան ճիշտ հասկանանք, այնքան մենք մեզ, այսինքն մեր իմաստությունը, որ Աստված է, մեզ կկառավարի, կղեկավարի բարի գործերի մեջ։ 28-ից կարդում եմ Եփեսացիների 5:28 Այսպես էլ պետք է մարդիկ սիրեն իրենց կանանցը, ինչպես իրենց մարմիններով, որ իր կնոջը սիրում է, իրեն է սիրում։ Վասզի ոչ ով իր անձը չի ատի, այլ կերակրում է եւ պահպանում է նրան, ինչպես Տերն էլ եկեղեցին, որովհետև նրա մարմինն է, մարմնի անդամներն ենք։ Մենք Քրիստոսի մարմնի անդամներն ենք։ Տեսնում ինչի է դա համեմատը։ Որովհետև նրա մարմնի անդամներն ենք, նրա մարմնիցը եւ նրա ոսկորներիցը։ Ոնց որ Եվան Ադամի, մենք էլ Քրիստոսի մարմնից ենք ու ոսկորներից ենք, հաստատությունից ենք։ Նույն ես նկատի ունեմ հավատացյալին, այն հավատացյալին, որը Աստծուն ընդունում է որպես Տեր եւ ծառայում է որպես Տեր։ Սրա համար մարդը կթողե իր հորը մորը եւ իր կնոջը կհարե, եւ երկուսը մեկ մարմին կլինեն։ Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի եւ եկեղեցու վրա եմ ասում։ Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի ու եկեղեցի վրա եմ ասում։ Տեսեք, իմ ցանկությունը, ես իմ ցանկության հետ մի մարմին եմ, մեկ է, մարդ ու կին ասում եմ մի մարմին։ Իմ հասկացողությունը իմ ցանկության հետ մի մարմին է։ Իմ հասկացողությունը Աստծո առաջ խոնարհվել, Աստծուն պաշտել, իմ ցանկությունները իմ հետ մեկ է, միասին ենք, երկուսը համ ցանկանում եմ, համ ունեմ այդ հասկացողությունը։ Ես դարձա Քրիստոսի կինը, այսինքն կինը, ցանկությունը, մի մարմինը, Քրիստոսի հետ մի մարմին,
այս բարերը երբեմն որ երկրավորել են նաև մի քիչ գայթակղեցուցիչ է ոնց թե Քրիստոսի կինը դարարվորն է, չէ, բայց հոգևոր իմաստով դուք նայեք հոգևոր տեսանկյունով։ Ես իմ ցանկության հետ եկեղեցին եմ, իսկ Քրիստոսը իմ փեսան է, այսինքն եկեղեցին Քրիստոսի հետ մի մարմին է, մեկ է։ Քրիստոսն ասում է, օրհնա քեզ անիծողին։ Ես մի մարմին եմ իր հետ, օրհնում եմ իմ անիծողին, ինձ անիծողին։ Քրիստոսն ասում է, ես բարի գործն արավ, ասու խոսքը, պատվիրանները, սերը։ Ասում է, արա, ես մի մարմին եմ իր հետ, չեմ կարա չանեմ։ Հասկանում եք միաբանության մեծությունը, միաբանության զորությունը որն է։ Ստեղ մարդու կին սիրելի հարստվող, չգիտեմ, հանգարց մարմնավոր չմտածեք, որ այն մարդու կնոջ մասին է, պետք է Կիսու կեսարի հետ չաբրեմ, գրված է, ես խեմ, հա, հորնումոր հետ, ես խեմ, էսի ասեմ, որտեղ շատ եմ լսել, շատ մարդկանցից եմ լսել, ու անում են։ Հայաստանում էինք, շատերն ասում են, գրված էլա գրքի մեջը, թողեն իրանց հորնումորը, իրանց կնոջը կհարեն, թող կնոջ, հայելի թող հարի կնոջը, հարել ինչ է նշանակը, մեկանալ, ձուլվել կնոջ հետ, էլի մեկացի հարվել, պետք է անպայման իրանց տենց էր ձեր տալի, իրանց ցանկությունը տենց էր, ու իրանց ցանկության պտուղը բաժանվելներ, հիվանդ, ես մարդ գիտեմ, հիվանդ հորնումորը թողերա տան մեջ, իր կնոջ հետ բաժանվել առանցին ապրել, վերցնելով ես խոսքը մարմնավոր, հա, բայց սա հոգևոր է, ուզում ես գնա հորուցի մորիցը, հիմիկվա ես դարաշրջանը նենց հա, որ դաժե կիսու կեսարն են ասում, գնացեք առանցին ապրեք, երիտասարդ եք, իսկ առաջ տեսման չկար, ամոթ էր, դու օրենքները փոխվում էր, բայց մեր ներսի աշխարհի, այսինքն աստվածային խոսքի օրենքները հաստատուն է, երբեք չի փոխվում ու չի փոխվելու։ Ամեն։ Ունեցեք այս ցանկությունը, ձուլվեք ձեր ցանկության հետ, ձեր ցանկությունը թող հնազանդվի ձեր հասկացողությանը, այսինքն Աստծո խոսքին, որտեղ ձեր հասկացողությունը Աստվածանից է, դուք լսում եք Աստվածանից, ձեր իմաստությունը Աստվածանից է, այդ ցանկությունը ասում է, թող վախենա իր մարդուց, թող հնազանդվի իր մարդուն, այսինքն իմ ցանկությունը թող վախենա այս բարի խոսքերին, հնազանդվի, լսի, կատարի։ Ես որ մի բան եմ անում, չէ, ցանկանալով, այս աղքատին ուզում եմ մի կտոր հաստամ, բայց չի ցանկանում, ցանկությունս չի ուզում։ Ես վախում եմ, Տեր Աստված բարի է, շատ ունեմ այդ հացից, ինչի՞ չեմ ցանկանում որ տամ իրան։ Հասկանում եք, վախում եմ արդեն։ Դրա համար ասում եմ մեկ ելեք, բայց ես որ էսի հասկանում եմ, որ իմ ցանկությունը եթե չի ուզում, տա, ուրեմն Աստվածանից ես հեռու եմ, ուրեմն ասուն հաճելի չեմ։ Աստծո խոսքը չեմ կատարեմ, որ չեմ ցանկանում էդի։ Կան շատ մարդիկ կան, ասենք մի հատ շոր ունեն, լավ շոր ունեն, հարուստ են։ Ուզում են փոխեն այդ շորը, թազա շոր առնեն, այդ իրանց շորը, որ էլի թազա է համայրա, կհակնեն շատ աղքատ մարդիկ, կարոտեն այդ շորին, բայց ինքը մկրատով կտրտեմ գցում է։ Չի ցանկանում, որ ուրիշը հակնի, սենց բաներ կա։ Միթե դի սատանեն չի մելան, այսինքն հպարտությունն ու այն չարությունը չի, որ չի բանանում, պատկերացնում եք, սա հենց Ադամն է, հին մարդն է։ Հարց կառաջանա, ոչ բոլորն են տենց, ես չասեցի բոլորն են տենց։ Կան էդ։ Հա։ Լավ, այսքանը, ամենակարևորը սիրելի հարստվող, քո ցանկությունը, քո աստվածային հասկացողությանը, Աստվածաշնչի հետ ձուլվի մի մարմին դառնա։ Թողա իր հորնումորը։ Հպարտությունս ինձի կասի, արա դե նովվա որ ընդրա դեմը խոնարհվեմ է, հələ տես ինձ ինչ ասեց, չէ թամ մի հատ ես էլ իրան պատասխանեմ, sense չէ, թող այդ հորնումորը։ Հարա քո կնոջը, քո ցանկությանը, որը դեպի Աստվածա ասումն է, որը դեպի բարին է։ Ամեն։ Ամեն, Տերը օրհնի ձեզ։ Քեզ շատ լավ բացատրեցիր, Աստված շատ օրհնի։ Այսքանով ավարտում ենք։ Սպասում ենք ձեր հարցերին։ Գրեք, զանգեք, ուղեք ձեր հարցերը։ Ամեն։ Մի բան էլ ասեմ, Մելան, սենց ոնց որ ծայրաստիճան թելից կախված ասենց ասած, ստեղի YouTube-ը, ինտերնետը, այդ հալով խստացնում են։ Մենք ելքեր ենք փնտրում հազիվ որ կարում ենք YouTube գցենք այս հաղորդումները։ Դրա համար ինչքան կարաք հարցեր տվեք, ես կաշխատեմ շուտ գցեմ ձեր հարցերը, մեկ է տեսար փագեցին, ես հնարավորություն չեղավ։ Տերը թող օրհնի ձեզ։ Մնաք խաղաղության մեջ։ Ամեն։